Ողջույն բարեկամներ, նախ ուզում եմ ձեզ բոլորին խնդրել, որ գրեք ով որտեղից է նայում, երկիր, քաղաք, վերջում կասեմ սա ինչի համար էր։ Երկրորդ հաղորդում ուզում սկսեմ հետևյալ նորությունով, այսօր, ավելի ճիշտ արդեն 3 Արամ Խաչատրյանի ծննդյան օրն էր։ Սա նշում եմ ոչ նրա համար, որ մենք շնորհավորենք մեզ բոլորիս Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այլ նաև սրա մասին նույնպես ավելի մանրամասն ուզում խոսամ ամենավերջում հաղորդման։ Այդ երկու թեմաները պետքա իրար հետ կապվեն հաղորդման ամենավերջում։ Դրա համար եմ խնդրում գրեք որտեղից եք նայում եւ դիմացեք մինչև վերջ։ Ես կարծում եմ ընթացքն էլ պետքա որ հետաքրքիր լինի։ Եվ այսպես այս անգամ ուզում եմ տրադիցիոն հերթականությունը խառնել եւ անցնել միանգամից այն նորության, որը կարծում եմ շատերիս պետք իմանալ դրա մասին։ Թուրքսի Գաբրտին խնդրում են Մայքլ Ռուբինը, հրատախոզության պետ ամերիկյան, որպեսզի հայտարարի Ադրբեջանի կողմից սպասվող ագրեսիայի մասին, դրանով իսկ փորձելով կանխել հնարավոր ագրեսիան։ Մանրամասն վերլուծումը Մայքլ Ռուբինը, իմջալոց Մայքլ Ռուբինը միայնակ ավելի շատ գործանում, քան ամբողջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միասին վերցրած։ Գրեթե 2 օրը մեկ մի հոդված գրում Հայաստանի մասին, իսկ այս անգամ շատ ուղիղ տեքստով ասում է, որ Թուրքսի Գաբրտ, դու պարտավոր ես հայտարարել այդ մասին, մանավանդ այն պարագայում, երբ որ դու եղել ես Հայաստանում, դու եղել ես Արցախում, դու գիտես ինչ է նշանակում այդ տեղահանումը, դու շատ ցավում էիր, ակտիվ մասնակից էիր այս հայկական խնդիրների, ու հիմա դու ինչ դարձել ես հետախուզության պետ, մոռացել ես դրա մասին, ինչ որ դու շատ կարևորում էիր, երբ որ դու չունեիր այդ պաշտոնը, մինչև Տրամփի ընտրվելը։ Ինչով է սա հիմնավորվում։ Հիմնավորումը, երբ որ 20 օրինակ ավելին, երբ որ 22 թվականին, երբ որ բարձ էր, որ Ռուսաստանը պետքա հարձակվի Ուկրաինայի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հայտարարություններով, օրով, ժամով, տեղով այս ինֆորմացիան, որ տալիս էր ուկրաինացիներին, զրկում էր փաստացի նախ անակնկալ հարձակումի հնարավորությունից Ռուսաստանին, երկրորդը զրկում էր նրան իր պրոպագանդայի ազդեցությունից, իսկ ինչն է այդ պրոպագանդան, նույնը կատարվում է մեր նկատմամբ, ասեմ ինչ էր անում Ռուսաստանը, որ Ուկրաինայի տարածքի ռուսներին մեծ վտանգ է սպառնում եւ ինքը իբր դրա համար մտնել է Ուկրաինա, որպեսզի նրանց ազատի։ Երբ որ այսինքն ստեղծելով իր համար ճակերտավոր լեգիտիմ հիմքեր։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղիղ սկսեց այդ մասին հետախուզական տվյալներ հայտնել Կիևին, Ռուսաստանը մի քանի ամիս ձեռնպահ մնաց հարձակումից, իսկ հարձակումը որոշված էր դեռ 21 թվականի աշնանը։ Նա հասկացավ, որ արդեն այս մոդելով չի կարող հարձակվել, որ իբր ինչ որ մարդկանց պետքա փրկի, ռուսախոս, մանավանդ այն պարագայում, երբ որ արդեն այն ռուսախոս տարածքները Դոնեցկ, Լուգանսկ ինքը արդեն գրավել էր 14 թվականին։ Եվ միանգամից փոխեց խոսակցությունը, որ կհարձակվեմ, եթե դուք չգնաք, ասենք 2004 թվականի թե 97 թվականի սահմաններին, ինչ որ աբսուրդ բան էր։ Այսինքն ինքը հարձակման մոտիվացիան փոխեց, թե ինչի է հարձակվելու, որ ՆԱՏՕ-ն շատ առաջ եկել, պետքա հետ գնա։ Ինքը չհրաժարվեց հարձակման մտքից, բայց փոխեց իր հիմնավորումը, որովհետև հավատացեք մի բան է ռուս ժողովրդի համար նույնիսկ, որ ինքը գիտի, որ գնում է մեկին փրկելու, այլ մի բան է, երբ որ ինքը գնում է պատերազմի կողքի երկրի հետ, եղբայրական ժողովրդի հետ, որ, ասենք, ՆԱՏՕ-ն հետ գնա։ Հասկանաք, սա երկու տարբեր բաներ են։ Մի խոսքով զրկեց այդ հնարավորությունից եւ հետաձգեց հարձակումը փաստացի ուկրաինացիներին տալով պատրաստվելու հնարավորություն, ինչից որ ուկրաինացիները միևնույն չօգտվեցին։ Ես հիշում եմ նույնիսկ Զելենսկին ասում էր՝ մի խանգարեք այդ հայտարարությունով, դուք խանգարում եք ներդրումներին Ուկրաինայում։
Ես հիշում եմ այդ ամեն ինչը եւ մեղադրում էր ամերիկացիներին, որ զգուշացնում են իրեն ռուսական ագրեսիայի մասին։ Հիմա նույն բանը եթե նկատել եք, Ադրբեջանը ամբողջը խոսում է իրենց տարածքների մասին, Ալիևն է խոսում են, դա մասին մենք անդրադառնալու ենք այդ մահմեդականների ղեկավարն Կովկասի այդ մասին խոսում, անդադ Արևմտյան Ադրբեջան գնալու ենք մեր անդադ այդ թեման կա ու նաև կա տեղաշարժ զորքերի, հա, զորավարժություններ Թուրքիայի հետ, զորավարժություններ բանի հետ, Պակիստանի հետ, այսինքն ինքը ակտիվ process-ի մեջ է, եւ Ռուբինը փաստորեն ուզում է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ թե դիվանագիտական ջանքերով այս ամեն ինչը փորձի կանոնացնել, որին ինքը առանձնապես չի հավատում, այլ ասում է ուղղակի պարզ հայտարարեք դրա մասին, այն ինչ որ դուք գիտեք, փաստորեն ինքը գիտի, վստահ որ Թուրքիի գավառը գիտի, ասում է հայտարարեք, որպեսզի նման ձևով գոնե հնարավոր լինի փրկել Հայաստանը, որը ուղղակի վտանգած է այս պահին, նա կանգնած է ոչնչացման շեմին։ Եվ ինչ է արվում այդ ժամանակ, այդ ընթացքում Հայաստանում, ոչ մի այսօր գիտեք ինչ է եղել Հայաստանում երևի, մենք գինո փառատոն էինք տոնում։ Բայց գնանք հերթով։ Սա ուղղակի հիմա վստահ է, որ իրանց Ղազիաթ կոչվածը վերականգնվելու է Երևանում եւ Էջմիածնում։ Այսինքն իրենք ուղիղ ասում եք վստահ ենք, որ մեր կրոնական դոմինացիան գերակշռությունը պետք է վերահաստատվի եւ Երևանում եւ Էջմիածնում, այսինքն պարզ հայտ է ներկայացած ցեղասպանության էթնիկ զտումների, հասկանում եք, չէ՞, որ քրիստոնյա Հայաստանում չի կարող լինել մահմեդական գերակշռություն, եթե այդ տարածքում մենք դեռ ապրում ենք։ Սա նրա մասին է, որ գալիս են ձեզ բնաջնջելու, ու ինքը դրա վրա վստահ է։ Սա պատահական հայտարարություններ չեն, ու եկեղեցու նկատմամբ այս հարձակումներն էլ պատահական չեն։ Արդեն 8 օր է top թեման դարձած եկեղեցու թեման է, չի սպառվում, ու սրանք շարունակում են կրկնել այն օրակարգը, որը պարտադրված է Ադրբեջանի կողմից, շարունակում են կրկնել, մի քանի հարց լուծելով, հող պատրաստելով հարձակման, պարակտելով ժողովրդին, զրկելով իր ինքնապաշտպանության մոտիվացիայից, որտեղ շատ կարևոր է այս մոտիվացիան, մարդը ինչի է համար է պահպանում օրինակ իր տունը, տեղը, գյուղը, հողը, մի քանի ձևով է, չէ՞ ինքը տեղ կապված։ Մեկը հիշողություններ ունի, մեկը չգիտեմ, հոգևոր ժառանգություններ ունի, երբ որ դու քանդում ես ամենակարևոր հանգամանքը, արժեքային համակարգը մարդու մոտ, պաշտպանվողի մոտ, մոտիվացիան պակասում է։ Դրա համար էլ միշտ օրինակ հարձակվող զորքերը այլ երկրների տարածքում ավելի վատ են կռվում միշտ, քան պաշտպանվողը, որտեղ պաշտպանվողը մոտիվացված է, հարձակվողի համար դա այդքան բան չի, ուղղակի գործ է եկել անում է։ Այ ինքը իր տունը չի փրկում դրանով։ Հիմա ինչ է անում Փաշինյան Նիկոլը։ Քանդում է ամենակարևոր բաները, որ մարդիկ իրանք սկսեն հակասվել իրենց մեջ, արդյոք էս եկեղեցին հիմնա, արդյոք էս մշակույթի հիմնա, արդյոք էսի ճիշտ է ընդհանրապես։ Եվ երկրորդ բանը, որ իրանք քաղաքական ամենես այս պահին դա ձեռնտու է, որ անընդհատ թիրախ ունենան մատնացույց անելու, որ ոչ մեկ իրենց ցույց չտա, թե ինչ խայտարակ վիճակ է տիրում իրենց մոտ։ Ես չգիտեմ պատերազմ կլինի, թե չի լինի, բայց եթե խաղաղ պայմաններում ճակերտավոր իրակի սա կարելի է խաղաղ ասել, շարունակվեց սա, թող իրանք հույս չունենան, որ այս թեման երկար հետաքրքրելու է մարդկանց։ Մարդկանց այս թեման արդեն ձանձրացել է, որովհետև ոչ մի նոր բան, ոչ եկեղեցու մասին, ոչ այս քահանաների մասին ժողովրդի չասվեց, ժողովուրդը ինչ որ կար, ամեն ինչ գիտեր։ Ամեն ինչ գիտեր, որ այս հոգևորականներն են օլիգարխ, մի մասը հյուրանոցներ, հեկեր, դու չգիտեմ, բիզնեսներ ունի, ամեն ինչ էլ ունենա, որ երեխեք էլ ունեն, ընտանիքներ ունեն, ոչ մեկի համար շոկային չէր, որ սա դառնար խոսակցության թեմա։ Լավա վատա դա ուրիշ հարց է, բայց դա հարցը իմ հարցը չի, որովհետև օրինակ կաթողիկոսը
իր խախտումների համար օրենքի առաջ պատասխանատու չի։ Վարչապետ կոչվածը եւ իր թիմը օրենքը խախտելու համար արդեն սահմանադրությունը խախտելու համար իրանք պատասխանատու են օրենքի եւ սահմանադրության առաջ։ Եթե եկեղեցականներն իրենց օրենք խախտելը ոչ մի պատասխանատվություն չի ենթարկում օրենքի առաջ, բանտարկություն, то չգիտեմ գնդակահարություն, այդ ձեզ քաղաքացիականներից, ԿՊ-ականներից այդ պատիժը հասնում է եւ սահմանված է օրենքով եւ սահմանադրությամբ։ Ոնց որ դուք դրա մասին մտածեք։ Իսկ այս թեման ժողովրդի համար արդեն էական չի։ Իրանք հասկացան մի բան, որ դուք պիղծերդ ոչ մի բանի արժև չեք կանգնելու, ոչ թե վիրավորել եք դուք հոգևորականի, դուք ուղակի պիղծ եք։ Երբ որ կարող եք մարդու նկատմամբ այդ կարգի ոտնձգություն գնալ, մեղադրելով նրա հարաբերությունները իր քերա կնոջը, այսինքն միանգամից խփել եք տեսեք քանի տեղ, քերուն, քերու երեխեքին, քերուն տանիքը, քերու կնոջը, հոգևորականի բարիկան վատ համբավին, էական չի ինչքան լավ հոգևորական է, բայց դուք պիղծ եք։ Դուք այս սահմանն եք անցել։ Մարդիկ մեծ հաշվով թքած ունենան ինչ է կատարվում այդ հոգևորականների տներում, բայց իրանք հասկացան, որ դուք սահման չունեք, ոչ մի կարմիր գիծ չունեք, ոչ մի սրբություն չունեք, այսինքն դուք ոչ միայն ցեղասպան եք, թրքահաճ եք, դուք ամենատարական մարդկային բաներից դուրս եք։ Ամենատարական։ Մի հատ ոչնչություն կա այնտեղ Պապոյան այն զիբիլա, ասում է ինչ է սֆիքսով է դոմպել բարի վրա, մոռացել եք քերակնու հետ կնոջ հետ կենացելու համագամանքը։ Այսինքն այդ անառակի ծնունդները արդեն ապացուցված են համարում այդ փաստը եւ ելին շեշտում են։ Այն ինչի մասին չի կարելի նույնիսկ խոսել, որովհետև ձեր գործը չի, այ պիղծեր ողբում ծոցնակնում։ Դուք գործ ունեք, դա ձեր գործը չի, եթե նա նույնիսկ անում է, ինքը իրավունք ունի ձեզ դատի տալ դրա մասին խոսալու համար։ Դա ձեր գործը չի ընդհանրապես։ Դուք դատվել եք ուրիշ հոդվածներով։ Իրանք փաստորեն տեսեք, ոչ միայն չեն հասկացել, որ անթույլատրելի սահման են անցել, ասում են դոմփելու վրա մի կենտրոնացեք, ինքը որտես բան անում, եք քերում կնոջ չէ։ Հասկանում եք սրանց ստորությունների անհնարինության սահմանները։ Ու ես ուզում եմ հասկանամ սրանց աջակցողներին, սրանց շնորհավորողներին, սրանց բարև տվողներին, սրանց աջակցողներին ուզում եմ սրանց տեսնեմ, սրանց գլուխը բացեմ, հատ նայեմ այնտեղ էլի, ոնց է կառուցված այդ հյուսվածքները, արդյոք դեմ այդ հյուսվածք հուշում է ուղեղի առկայության կամ առնվազն բարոյական նորմերի առկայության մասին։ Հասկացեք, սա վաղուց քաղաքական հարց չի։ Սրանց հանդուրժելը, սրանց տեսնելը, սրանց լսելը, սրանց աջակցելը վաղուց քաղաքական կատեգորիայից դուրս է։ Սա քաղաքական ճաշակ չի կարող լինել, քաղաքական նախընտրություններ չի կարող լինել, այս ամեն ինչը վաղուց բարոյական հարթության վրա է։ Եվ զուտ բարոյական հարթության վրա է։ Կուսակցական ես, կուսակցական չես, գրողին ես, դա ընդհանրապես կապ չունի։ Երբ որ դու մտնում ես ուրիշի տուն, ուրիշի մարդու ծոց ու այդ մասին պարբերաբար սկսում ես մեդիաներով հայտարարել։ Դա ընդհանրապես քաղաքականության հետ չի կարող կապ ունենալ։ Ներկա նախկինի հետ կապ չի ունենա, թե ինչքան կեղտոտ լակոտ է Քոչարյան Ռոբերտը, դա էլ կապ չի ունենա, չունի դրա հետ, թե Սերժնաբերը Փաշինյան Նիկոլին, դրա հետ էլ կապ չունի։ Սերժնաբերը Փաշինյան Նիկոլին թե չէ, բայց Սերժը ոչ մեկի տուն ու ընտանիք ծոց չի մտել։ Հասկանում եք։ Ընդհանրապես այդ ժամանակ նման խոսակցություն չէր կարող լինել։ Ամենավատ խոսակցությունը, որ ես լսել եմ այդ ժամանակ, Աշոտյանի Բեյանից դուրս եկած, որ Ծառուկյան Գագոյին համատեցին կոլբայի մեջ աճեցրած ինչ որ մի բանի։ Ասեցին այդ հրեշին կոլբայի մեջ ոնց աճեցրել ենք, անեցեք ոչնչացնենք։ Դա է եղել։ Դա ու բանը Ծառուկյան Գագոն կանգնեց իր հետևի ոտքերի վրա այդ խոսքից հետո ոչ թե գնաց ասել հլարի տնամ ում ես նման բան ասում, չէ, դա իրենց մեջ ալեգորիկ բնորոշում է, որ ես եմ ասել, չասեք իրան Դոդի Գագո, հիմա կարաք ասեք Դոդի Գագո, վերջ։ Ոչ Գագոյի երեխեքի մասին, ոչ Գագոյի կնոջ մասին, ոչ Գագոյի քերակնոջ մասին, ոչ մի խոսակցություն չէր կարող լինել, որտեղ ստանդարտները վատ էր, լավ էր, ուրիշ է։
Նկարիչ։ Ես ես հիշացնեմ, որ երբեք իրանք եկեղեցու հետ ոչ մի խնդրեմ չեմ ունեցել, ակրակ դեպքում գերեւի հիշում եք այս վերջի այդ բանը։ Ես խայտարակ, հեսա Թալինում է։ Տալինում է, սա Թալին եմ ասում։ Սա Տալինում է, Էստոնիայում։ Միրզախանյանի հետ անաղմուկ չանցավ։ Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկում ու քննադատում են Բարսասիջան հոգևորականին, որ աղոթում է Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համար։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այդ ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողության։ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն այսպես է ողջունել Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վարչապետին։ Բոլորին մեր վարչապետի հետ միասին Ինչ է կարծում, այս ողջունելուց Նիկոլ Փաշինյանի ծրագրերը բոլոր իրականացնելուց Աստծուն փառք տալուց հետո կաթողիկոսը հանեց այս քահանային աշխատանքից, չէ։ Ինչ է կարծում, այս քահանան, որ եկել էր աշխատանքի, սպիրտով էր լվացել ձեռքերը, ինչ է դա պահանջում Ալեն Սիմոնյանը, ասում է, բա ձեռ ենք համբուրում, չիմանաք, ասում է ձեռը դրանից առաջ ուր է եղել։ Ոչ։ Չգիտեն այդ քահանան ով է, այդ քահանան, երբ որ ինքը աշխատում էր Վրաստանում, իր քահանայի մյուս գործընկերոջ կնոջ չէ, հիմա ստեղ են ասում, կենակցելու պատճառով է վռնդվել տարածքից, դա չգիտեր, գիտեր։ Այսինքն այս ամեն ինչը իրենք էլ գիտեն, նրանք էլ գիտեն, որ սրանք պիրս են, սրանք էլ գիտեն, որ դրանց էսա սատանա է։ Իսկ ոչ մի գաղտնիք ստեղ չկա իրաց մեջ, որ հիմա որոշեցին տեսնենք ուսակալոնա, թե ուսակալոն չի։ Հիմա Փաշինյան Նիկոլը գնացել է սրա մոտ, այն ասեց, օրդում են բոլոր քո ծրագրերը, ինքը չգիտեր ում մոտ է գնում։ Նոր հիշեց, հələ սա ապացուցված փաստ է, սա ապացուցված փաստ է, որ այս քահանան վռնդվել է Հայոց թեմի առաջնորդն է եղել։ Վրաստանից վռնդվել է հենց այդ սկանդալի համար։ Այսինքն այս ամեն ինչը, ընկերներ ջան, առաջինը ծառայում է այն թեզին, որը առաջարկվում է, ոչ թե առաջարկում է, պարտադրվում է Փաշազադեի կողմից։ Այսինքն գնա օրակարգը սա է։ Երկրորդն է ծառայում է էլի իրանց, որ էլի ցույց տան մի բան, մատնացույց անեն մի բան, որը վատնա, որ ոչ մեկ չարդի, այ պիրծեր, դուք ավելի վատն եք։ Հասկանաք, ու մեկը էսի վաղ թե ուշ անցնելու է, վաղ թե ուշ, եթե իհարկե այդ ընթացքում չլինի պատերազմ, ինչի մասին անդադ զգուշացում է Մայքլ Ռուբիոն։ Եվ այսպես, Մատիենկոն եկել է Երևան, Փաշինյանն էլ ասել է, որ Պուտինի հետ ինքը որևէ խնդիր չունի։ Ինքը ընդունում է այս ժպիտով, հենց այս գարշանքը, այս ժպիտով Մատվիենկոին ընդունում է իրավոտ, մյուս ձեռքով իր մյուս գարշանքներին, նայեք այս նկարի մեջ, տեսնում եք սա ով է։ Բաբաջանյան Արմանը ուղարկում է հենց աժի դիմաց, որ իրան գորան գորկրան։ Սա Բաբաջանյան Արմանն է։ Սա Բաբաջանյան Արմանն է, որ առանց Նիկոլի ցուցումի իր կյանքում ոչ կհիշեր իրան ինչպես են փչացել ճեմարանում։ Ես վախենում եմ, որ ինքը Նիկոլի ցուցումով սկսի պատմել, ովքեր են նաև իր հետ փչացվել։ Հա, որովհետև կարող ասի, գիտես ինչ Արման, մենակ քո փչանալը ճեմարանում չտվեց այն արձագանքը, ասա ով է քո հետ նաև եղել, էլի։ Սա նաև դա կանի։ Սա նաև կարող կասի իր հետ ովքեր նաև եղել այդ օրգաններին կամ ինչև հիմա ովքեր են այդ օրգաններին։ Այսինքն սա այն մարդն է, որ առանց Փաշինյան Նիկոլի ոչ մի բան, գոնե հիմա առաջ Միշիկն հիմա Նիկոլն է Փաշինյան։ Կարող է հիմա երկուսն իր հետ են, ես էլ չգիտեմ։ Հա, այս այնքան անառակա, այնքան տեղեր է վաճառվում։ Այնքան տեղեր ասեց ոնց ասել։ Ինքը այնքան դիժկերով է կանգնում օրվա մեջ, որ հնարավոր չի հաշվել, թե այս պահին ով է իրան։ Բայց եմ ասում, այս մի ձեռքով Մատվիենկոին, այս դեմքով ասո Պուտինի հետ խնդիր չունի, մի ձեռքով իր լակոտ գուկուտներին ուղարկում, ասում է գնացեք վազվզեք այնտեղ։ Հարգելի լրատվամիջոցներ, ահա տեսակ մենք այստեղ
Ողջունում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Հայաստան եւ մեր աջակցությունն էինք հայտնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը։ Եկան եւ այստեղ տեսեք խանգարեցին մեր ակցիան, երբ որ ոստիկանները Այստեղ նաև մի ուրիշ խումբ դեսանտների չէր, որոնք պաշտպանում էին ռուսներին։ Ես էլ Արշակ Հակոբյանն էլ ասում են կազմակերպել։ Այսինքն մի այլանդակություն հարցը ինչի, որ Հայաստանում մարդ կա, որ չգիտի Ռուսաստանով է։ Իրական մարդիկ, որոնք զզում են Ռուսաստանից, այստեղ չկան։ Գիտեք ինչի՞, Արման Բաբաջանյանն է անդր։ Մեկ էլ սա։ Լսեք։ Կացավ ազգային ժողովի շենքից, ձեր ակցիան նրա այցի դեմ էր, ինչ ուղերձ էիք ուզում փոխանցել նրան եւ արդյոք ստացվեց։ Ուղերձը հետեւյալն էր, որ Մատվիենկոն այստեղ ցանկալի հյուր չէ։ Ցանկալի հյուր չի, շեֆիդ ասա, շեֆիդ ասում է, ես ընդհանրապես պրոբլեմ չունեմ Պուտինի հետ։ Շեֆիդ ասա։ Սրանք ամեն ինչ են ապականում, եւ անկախության գաղափարը, եւ ընտրությունների գաղափարը, եւ Ռուսաստանի նկատմամբ adekvat, ես adekvat եմ ասում, վատ վերաբերմունքներ պետք է լինի adekvat, լավ վերաբերմունքներ պետք է լինի adekvat, այսինքն ամեն չտակը պետք է հիմք լինի, համարժեք լինի, հա, ոչ թե կուրատելություն, այսինքն սրանք անիծում են, ավիրում են ամեն ինչ, ոնց կարող է, այսինքն դուք բոլորդ, որ համաձայն եք Նիկոլի ամեն արածին, ոչ մի բառ չի ինչում, որ մեզ դավաճանում է, մեր երկրի շահերը դավաճանում է վարչապետը, այս մարդը կարող է ինքն իր ձեռով է եկել, ինքն իր հրավերով է եկել, հա, կարող է եկել իրեն չեն ընդունել, բողոքեք ձեր վարչապետի դեմ, ձեր վարչապետի դեմ դուք ո՞ւց կարեք բողոքեք, ու այս ամեն ինչը տեսնում են և ռուսները, տեսնում են և եվրոպացիները, ասում են այս ինչ ազգ են սրանք, ես ինչ իղտոտ տա սրանց մոտ ամեն ինչ, ես ինչ վարձկանների որմատն է, անիքնասեր, հարցս թե Ռուսաստանը չի, ես օրինակ Մատվիենկոյի հետ պրոբլեմ չունեմ, իմ պրոբլեմը Մատվիենկոյին ընդունողներն են, որովհետև Մատվիենկո իրա բանն է ներկայացնում, իր իմպերիան է ներկայացնում, որը մարդակեր իմպերիա է, մենք դեմասում գիտենք, ինքը սնվում է հարևանների աջունով և ռեսուրսներով, մենք դրան գիտենք, մենք չենք կարող ասենք դու տենց մի եղի, ես ասում եմ հələ մի վայրկյան, իմ երկրում իրան ով է ընդունում, ինքն է իմ թիրախը, ոչ թե ինի որ եկել է, ով է իրան հրավիրել, ով է իրան ընդունում, ով է գնացել մայիսինի պարադին կանգնել ադրբեջանական զորքերին ու ողջունում, հասկանում եք, իսկ սրանք չէ, այս վարձկան կապիկները վազում են ամեն ինչը այլասերելու, ամեն ինչը թունավորելու, հայ ժողովրդին պետք չի սովորացնել ինչ է նշանակում Ռուսաստան, բացարձակապես պետք չի, որովհետև հայ ժողովուրդը ընտիր հիշողություն ունի, նույնիսկ այն պարագայում, երբ որ ճանաչում եք սրան, Սեյան Օհանյանն է, որ ժամանակին գեներալ է եղել, իբր, ոչ մի արտաքին հանգամանք չի կարող քանդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հիմքը, ոչ մի արտաքին հանգամանք երբեք ոչ իման չի էլ քանդել, երբեք, բոլոր տեսակի հարաբերությունների հիմքերը քանդում են հենց այդ հարաբերությունները, ոչ թե արտաքին հանգամանքները, եթե առողջ է հարաբերությունները, այդ հարաբերությունների հիմքը, մանավանդ հիմքը, ոչ մեկ չի կարող քանդել, օրինակ այդ հարաբերությունների հիմքը դժվար էր պատկերացնել, որ կարող է քանդվի 20 թվականից առաջ, բայց այդ հարաբերությունների հիմքերը սկսեց քանդվել հենց 20 թվականի նոյեմբերից հետո, ու ովքեր են այդ քանդողները, հենց ռուսները, իսկ վերջնականապես ես հուսով եմ քանդվեց 23 թվականի Արցախը դատարկելուց հետո, հիմա դու ում ես ասում ոչ մի արտաքին հանգամանք, Ռուսաստանն է արտաքին հանգամանքը, հասկանում եք ես կարող եմ բոլորի հետ լինել համակարծիք կամ ոչ համակարծիք, ես ընդունում եմ ցանկացած տեսակի կարծիք, մենակ մի պայմանով, եթե այն կեղծիքի վրա չի, ու երբ որ մեկը սկսում է կեղծիք արտահայտել, կեղծ խոսել, սուտ խոսել,
միանգամից դառնում է աչքիս մեջ ոչնչություն, ոչ մի բան, անկախ դիրքից, անկախ ֆինանսական վիճակից, անկախ սոցիալական վիճակից, ով ուզում է լինի, ցանկացած սուտ դիմացինին տապալում է իմ աչքում հիմնովին։ Հիմա Սերյան Օհանյանը կարող է ինքը ժամանակին գեներալ է եղել, բայց ինքը շարքային ստախոս, շարքային արժանապատվությունից զուրկ, իրա զինվորներին սպանած, իրա զինվորներին դավաճանած, ինքը դավաճանողն է, նրանք սպանողներն են։ Սա հարաբերությունն է, սա ստրուկի եւ տիրոջ հարաբերությունն է։ Ու անկախ քանի աստղ կա իր ուսադիրներին, զրո է այն։ Սկասեի նույնիսկ մինուս, որովհետև շարքային մարդը կարա իրան թույլ տա լինի վատ երևի, բայց սոցիալական սանդրակով մարդ ինչքան վերևա վարսանում, այնքան դրանից մեծանում է նաև իր հենց սոցիալական պատասխանատվությունը։ Եվ այն որ սոցիալական պատասխանատվությունը կրում բարձր տեղում կանգնած մարդը, նույն պատասխանատվությունը մենք չենք կարող ակնկալել հասարակ սովորական, չգիտեմ, կանաչի վաճառողից, թողներեն իսկ առաջի վաճառողները։ Ես իրանցից ոչինչ բան առանձնապես չունեմ պահանջելու։ Իրանք անում են այնքան, ինչքան կարում են, բայց երբ որ մարդը սոցիալական աստիճանը բարձրանում է, իր պատասխանատվության աստիճանը նույն ձև մեծանում է, այ ես իրանցից պատասխանատվություն ունեմ պահանջելու։ Բայց ես նայում եմ, երբեմնի պաշտպանության նախարարը նստի ու լսի ոնց են իրան ստորացնում ազգային ժողովում։ Հետո ստի ինչ-որ հայ-ռուսական բարեկամության մասին, որ երբեք չի եղել։ Հետո մանավանդ ասի, որ երրորդ ուժին չեն ցույց տա արտաքին ինչ-որ հանգամանքներ քանդել դրա հիմքերը։ Ես էլ ասեցի դրա հիմքերն ով է քանդել։ Չեղած բարեկամության, հորինած բարեկամության հիմքերը քանդել են հենց ռուսներն ինքն իրենք։ Ընդ որում դավաճանելով իրենց ամենանվիրյալներին, ամենաարցախցիներին, Ռուսաստանում Պուտինին այդքան չեն վստահել ու սիրել, ինչքան Արցախին։ Ռուսաստանում, ասում եմ, երբ որ աշխարհը Ռուսաստանին ճանաչում է որպես հանցագործ, Պուտինին որպես հանցագործ, Պուտինի նկարները պարզվում էին Արցախում եւ նկարվում էին դրոնով ու տպում էին, որ մենք թքած ունենք սաղի վրա, մենք սիրում ենք մեր Պուտինին։ Այդ նույն մարդիկ, երբ որ շարասունով արտագաղթում էին, դատարկում էին Արցախը, դա կատարվում էր Պուտինի դեր կանգուն բաների տակով։ Ու սա արժանապատվությունից զուրկ զինվորականը խոսում է հայ եւ ռուս ժողովրդերի բարեկամության մասին, ինչ-որ հիմքերի մասին։ Ինչ ասեմ, եթե ամոթ ունենայի, վաղուց քեզ վնաս կտված կլինի Սերյան, բայց դա քեզ չի սպառնում։ Մինչ Մայքլ Ռուբիոն ամբողջ կոկորդով գոռում է, որ Հայաստանին բնաջնջման եւ պատերազմի վտանգ է սպառնում, Մայքլ Ռուբիոյի մասին կներեք, Այն Ռուբիոյի մասին էլ եմ խոսալու, բան եմ անում։ Մայքլ Ռուբինը լրագրող պատմաբան, Ռուբիոն քարտուղարն է։ Մինչ Մայքլ Ռուբինը խոսում է Հայաստանի էքզիստենցիալ վտանգի մասին եւ անհրաժեշտության մասին, որ ամերիկյանցան անում է կանգնեցնի դա, ինչով է զբաղված վարչապետ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, բարև ձեզ։ Ադրբեջանի շնորհավոր եք հիմա եկել եք նշեք։ Միջոցառման եք եկել հանրային։ Հիշեցնեմ, որ այսօր իր պատին, իր Twitter-յան էքսպլատֆորմի պատին պաշտոնապես շնորհավորում էր Ադրբեջանին իրենց տոնի կապակցությամբ։ Պաշտոնապես։ Այն բaragայում, երբ որ երկու հայ երիտասարդներ էին առևանգվել կամ կորել Սյունիքի տարածքում, որոնք բարեհաջող վերադարձվեցին Հայաստանին։ Այս մարդին ոչ մի բան չի հետաքրքրում բացարձակապես, որովհետև ինքը համարում է իր գործը անում է փայլուն, որովհետև ոչ մի թշնամի այս կարգի վնաս չէր կարողանա տալ հայ ժողովրդին, զինված ուժերին, երկրի կայունությանը, տնտեսությանը, բարոյահոգեբանական վիճակին ամենակարևորը, մարդկանց միաբանվությանը, եկեղեցուն ոչ մի թշնամի այսպիսի վնաս չէր կարող տալ։ Հիմա էլ տալուց հետո, լսելով
դրանց բանը սպառնալիքները, որ հեսա գալու են Երևանու եշնացին նելա մեր լինելու, դա լսելով շնորհավորում է իրանց առջև, մեր եկել է գինու փառատոնա տոնում, շրջապատված լինելով տասնյակ, եթե դրանց կարելի ասել, թիկնապաններով, բայց դրանք թիկնապաններ չեն, դրանք աշխատում են ռուս-թուրքական դաշինքի ձեռքով Հայաստանը ոչնչացնող կազմակերպության համար, այսինքն իրաց ձեռքով է ոչնչացվում այս ամեն ինչը։ Հիմա այս սենց որ բան կանգնել են, հա, փողկապով, կոստյումով, սենց նայում ես մարդու քեֆ է գալի։ Հիմա ասենք որ գնում են տուն կամ այդտեղ կանգնած են, սրանց ամեն մեկը պետք է հարցներ, իսկ դուք տեղյակ եք, տղեկ, դուք ում եք պաշտպանում, հա։ Այսինքն ձեզ ստացած աշխատավարձը ավելի կարևոր է, քան ձեր երեխեքի ապագան, նույնիսկ եթե դուք երեխա չունեք, բայց ասենք երևի ունեք ծնողներ, չէ, բարեկամներ, ընկերներ, այսինքն դուք բոլորի վրա այդ աստիճանի թքած ունեք, հա, որ այդ մի փոր հացի համար դուք այսօր հրեշ եք պահում, հրեշի անվտանգությունն եք դուք պահում։ Բայց ես չեմ կարծում, որ ասենք դրա մասին իրենց ասված լինեն մանավանդ գինու փառատոնի ժամանակ, որտեղ հասկանում եք, չէ, այդ կարգի ասող մարդիկ, այդպես բաներ ասող մարդիկ գինու փառատոնին չեն գնում։ Իսկ ինչ վերաբերում է գինու փառատոն պիտի լիներ կամ պիտի չլիներ, բացարձակապես արդեն միևնույն է, բացարձակապես միևնույն է, որովհետև մեր ժողովուրդը ոնց որ բան ունենա, այն 8 վոտանիներ են լինում, սենց մեր մոտ 8 չի, մեր մոտ 2 միլիոն վոտ է, ոչ մեկ չգիտի, այսինքն նույն ես գլուխ է միակ, ու լիքը վոտեր է սենց էլի, ու չես հասկանում, քանի վոտը ինչով է զբաղված, ոնց նայում ես, ամեն ինչով բոլորը զբաղված են, ու միասնական նպատակ այ ոնց որ թե չկա, եւ ամեն ոտը գնում է ինչ-որ մի ուղղությամբ, ում որտեղ տաք է, ում որտեղ հարստություն է սպասում, ում որտեղ տնտեսապես ձեռք է տալիս, քաղաքականապես ձեռք է տալիս։ Այսպիսի մի մարմին է դարձել Հայաստանը։ Վախթան Օսկանյանը գնում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, նա ի վիճակի չի օրակարգ թելադրել։ Բացարձակապես ճշմարտություն, տեսենք ոնց է հիմնավորում։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում 10-15% հեղինակություն ունի, ես ասում եմ, չէ, ես 8 եմ ստանում, թող լինի 10, թող լինի 15 նույնիսկ, թող 20 լինի, դա քաղաքականություն չի կարող որոշի։ Մի մարդ, որ պատերազմ է բերել, պարտվել, հազարներով զոհեր է տվել, Հայաստանից տարածքները հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսության ծանր վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախվեն բոլոր տեսակի չարաշահումների մեջ, հենց բյուջեից իրենց բոլոր ղեկավարները ոնց կարող է օրակարգ թելադրել։ Շատ պարզ, առանց անպագորգոր հիմնավորումների, հետո անդրադառնալով եկեղեցու դեմ ոտնձգությանը, Օսկանյանն ասաց. օրակարգն այստեղ թելադրում է Հայոց Հայրապետը եւ իր ելույթով Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում ՀՀ քաղաքացին, փողոցում սոված իր հարցազրույցով եւ հակադրվում է Փաշինյանին։ Այսօր դուք եք օրակարգ թելադրում, Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրել։ Փոխեք այս մոտեցումը։ Եթե ուզում եք իսկապես պայքարել ու շուտ հաղթել, մեր մոտեցումը պետք է փոխենք։ Փաշինյանին դրեք իսկական տեղը։ Նա ընդամենը իր անգործությունով պաշտպանվում է։ Այստեղ մի քիչ համաձայն չեմ պարոն Օսկանյանի հետ, նա անգործությունով չի պաշտպանվում, նա ակտիվ հակազգային գործունեությունով զբաղված, դրա գործունեության մեկն էլ հենց եկեղեցու, ոչ թե եկեղեցու նկատմամբ, նույնիսկ եմ ասում, արդեն ասեցի էլի, անձնական, սեռական, տրական, բացասական այդ երանգավորումներով ամբողջ եթերը լսել ու չամաչել այդ մասին խոսել, չամաչել ու կրկնել 8 օր շարունակ։ Իրաց թվում է, եթե իրանք ասեցին այսա մեզանից վատն է, իրանք դառնալու են ավելի լավը։ Իսկ ես արդեն ասեցի, իրենց վատի համար իրենց քրեական հետապնդում չի սպառնում։ Ձեզ սպառնում է։ Եթե ձեզ թվում է նույնիսկ դուք իրանցից լավն եք, միևնույն է քրեական հետապնդումը ձեզ սպառնում է։ Եվ այսպես, այս ամեն ինչի հետ միասին, երբ որ Մայքլ Ռուբինը զանգեր նախապում մեր երկիրը փրկելու համար, վարչապետի մասնակցությամբ կրթվելը նորաձև է, արշավներն անցկացում են հարկատուների հաշվին։
ամեն ինչը կատարվում է հարկատուների հաշիվում։ Այս մասին հարց են տալիս հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի, տեսնենք ինչ ասում։ Հայտնի է, որ Enterprise Armenia հիմնադրամի տնօրեն է նշանակվել արտաքին գործերի նախարարի կինը, դուք այստեղ շահերի բախում չեք տեսնում, առավոտյան օրինակ ես դա հարցրեցի։ Սա նաև խոսքը նրա մասին է, որ Արադ Միրզոյանի կինը նշանակվել է ինչ-որ ներդրումային հիմնադրամի նախագահ։ Ընդ որում Արադ Միրզոյանն է հոգաբարձուների խորհրդում է։ Ամուսինները ընդդեմ են։ Հարց են տալի, լսեք պատասխանը։ Արայիկ Հարությունյանին նա ասաց, որ դա օբյեկտիվ ընտրություն է եղել։ Դուք ինչ եք կարծում, նորմալ է, երբ Բարսեղջյան Պաշտոնյայի կինը նշանակվում է հիմնադրամի տնօրեն, որտեղ խոսքով պետական միջոցներով է։ Կարծում եմ դա իմ տիրույթում պատասխանելու հարց չի, դեռ հարցին կարող է պատասխանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Չտեսնում առերևույթ ինքը, չի տեսնում։ Չի տեսնում, նաեւ նամա չի տեսնում։ Բոլոր իրանք են, երկու ամուսինները նույն տեղն են, չի տեսնում ինքը։ Ոչ մի բան չի, ինքը նայում առերևույթ, ոչինչ չի տեսնում։ Գիտեք, չտեսնելու համար են պատասխանատվության ենթարկվում։ Մանավանդ, որ դու ի պաշտոնե պարտավոր ես դա տեսնել։ Այն հանգամանքը, որ դու ասում ես, ես չեմ տեսնում։ Բացարձակապես չի ազատում, գիտես պարտականությունից։ Քանի որ ասում եմ, քո պաշտոնը ենթադրում է, որ դու պետք է տեսնեիր։ Երկրորդը վերաբերում է սորվա Արայիկ Հարությունյանի մյուս հայտարարությանը, որ կրթվել է նորաձև միջոցառումը, ծրագիրը, որ իրականացնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև մասնակցում է վարչապետը, այսօր հայտարարեց, որ փաստորեն այդ միջոցառումը կատարվում է աշխատակազմի միջոցների հաշվին, արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում, հաշվի առնելով, որ դա որպես կանոն, այսպես քարոզչական բնույթի միջոցառում է։ Այսինքն բյուջեի գումարներ օգտագործում պետական միջոցներով վարչապետն ու իր տիկինը զբաղվում են քարոզչական ծրագրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում սեր։ Էլի չի տեսնում։ Գրացի մեջ հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են, կատարվում են։ Բայց դա ինչ կարող է բխում մեր պետական շահերից, ինչ նշանակում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ հատկապես որ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն մասնակցում այդ եւ իրենք են, հա, Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում եւ չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս Չասի հակակոռուպցիոն գործունեության շրջանակներում ասում։ Հա ճիշտ է, պետական միջոցներն են մսվում այդտեղ, որ պետական ծրագիր չի եւ պետական ծրագիրը ոչ մի կապ չունի, բայց ինքը այդտեղ խնդիր չի տեսնում։ Ինքը չի կարող այդ շրջանակից դուրս բան ասել։ Դուք հասկանում եք, որ ամբողջ կառավարման համակարգն է ասենց անգլուխ։ Ասենց անգլուխների հոտ է ուղղակի։ Ինքը չի տեսնում, այգետ ինքը չի տեսնում, նշանակում է չկա։ Չկա, ես նայում չեմ տեսնում։ Նայում չեմ տեսնում։ Այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ ինչ տեսնել, եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ չէր ես ձեր ասացի նման կներեք ինքնես հարցին պատասխանեք։ Ես պատասխանեցի արդեն։ Այսինքն դուք նորմալ եք համարում, որ պետական բյուջեի հաշվին հիմնադրամը անում է միջոցառում եւ դրա համար վճարում են հարկատուները, այդ թվում օրինակ նաեւ դուք։ Ես որևէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Նորից նույն հարցին, եթե ձեր հարցը տարբեր ձևակերպներով մի 100 անգամ էլ տակ, պատասխանը նույնն է լինելու։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն։ Տիկինն են, հա, գլխին կանգնած այդ ամենի դրա համար։ Ուրիշ հարցադրումներ ունեք։ Ասեց, որ վարչապետն ու իր տիկինն չի։ Նարեկ ջան։ Ճիշտ ասեք, այդ մարդու տիկինը չի։ Երեխեքի կարող է մերն է, բայց տիկիններ չի։ Սա իրանք են դրա համար կոռուպցիոն ռիսկ չես տեսնում։ Հասկանում եք, որ ամբողջ համակարգը այսպես անգելուխներ է նստած։ Ու մենք մտածում ենք, այս երկիրը պետք է զարգանա, ասենք ճգնաժամի դեպքում սրանք երկիր են կառավարելու։ Սենց է հարցը դրված։ Բյուջեն կա,
Կամ արդեն չկա էլ բյուջե։ Բյուջե չկա։ Այս բյուջեն ինչ որ կա, արտաքին պարտքերի վրա աշխատող բյուջե է։ Հենց է։ Ով ինչքան կարող է թալանում է այս բյուջեն։ Իրանք ընդդեմ են որ ասեն արևոտ կոռուպցիա չկա։ Արևոտ ճիշտ է, կա։ Այդ բյուջեից է գնում այդ փողերը, որ պիտի չգնար, բայց արևոտ կոռուպցիա չկա։ Շատ բարի կոռուպցիա չկա։ Հիմա ես այս տղուն եմ ուզում ասեմ, էլի, երևի ինքը կին ունի։ Կամ չունի, չգիտեմ, բայց երևի մի երկու ընկեր կունենա, մի քիչ բարոյական էլի, որ կնային անուններ չեմ անում, էական չի։ Ասեն Արամ չամաչեցիր, բա։ Օրինակ, որ սուտ ես խոսում, գիտես չէ, սուտ երկու ինչ երբ են մարդիկ սուտ խոսում։ Վախից, հիմնական։ Պաթոլոգիկ սուտ խոսացողներ կան, ասենք, ոնց որ Փաշինյան Նիկոլն է, որ վախից չի խոսում, ուղղակի ինքը արդեն դա ներքին անհրաժեշտություն է սուտ խոսալը։ Դա շիզոֆրենիայի տեսակ է, որ եթե նույնիսկ անհրաժեշտություն չկա սուտ խոսալ, դա ինքը սուտ է խոսում, որտեղ դա իր բնությունն է։ Դա շիզոֆրենիայի տեսակ է։ Բայց դա չի ազատում օրենքի առաջ պատասխան տալ։ Հիմա, բան եկա մարդ, հասուն մարդ, նայում ես, քեզ լրագրողները հարց են տալի, դու կոռուպցիան պատկերված է, հակակոռուպցիան բանից ես կոմիտեից ես, քեզ արդեն կոռուպցիա կա թե չկա։ Արա կոռուպցիա է էսի, ասում է ես չեմ տենում։ Գնա տեսողությունը ստուգի։ Բայց նույնիսկ եմ ասում, չտեսնելը քեզ պատասխանատվությունից չի ազատելու։ Դատախազներ չի տենում, քննչական բաժնի պետներ չի տենում, խնդրեմ։ Միրզոյանը տանեցիկով ներդրում է աջակցման կենտրոնում է։ Էն ինչ դարձավ ունեն։ Սա որ հիշում եք փոշեկուլի վարկ էր փագում, փոշեկուլի վարկ։ Այսօր ինչ փող, ինչ սահման, ինչ լիմիտ։ Ինձ մեկ-մեկ հարցանում են, ասում են, դու ասում դու երբ չես հասկանում ինչա կատարվում Երևանում, դու հասկանում ես ինչա կատարվում Երևանում, մարդիկ գնումներ են առնում գինը չհարցնելով։ Ասենք մարդիկ բաներ են իրենց թույլ տալի, որ կարող է ձեր մոտ, ինձ են ասում, ձեր մոտ ամերիկացի օլիգարխները նման բաներ իրենց թույլ չտան։ Ասեմ ես չեմ զարմանում։ Կարող Ամերիկայում թույլ տալուց թույլ չտալուց առաջ մտածեն, անեն թե չանեն, գիտեք ինչի, ոչ թե փող չունեն, չուղղակի այդ փողը իրենք աշխատել են։ Ամերիկացի հարուստը կամ դա կարող է եվրոպացի լինի, ցանկացած տեղական չի։ Այն մարդը, որ փողը աշխատել է, ինքը փողը ուրիշ ձև է ծախսում։ Այն մարդը, որ ուղղակի հայտնվել է այնտեղ, որ իր դավաճանության համար, իր մարդասպանության համար ինքը հնարավորություն ունի թալանելու, դրա ծախսերը տրամաբանված չեն, որովհետև ինքը չգիտի դրա բանը, դրա արժեքը, ասենց ասեմ, հա։ Ինքը չգիտի դրա արժեքը, փողի արժեքը, կամ այդ ապրանքի արժեքը կամ փողտա թե չէ։ Որովհետև այդ փողը ասենց օդից ընկել է։ Ինքը դու չեն մտածում, որ հետագայում կարող է դրա համար ականջը կտրեն, ձեռը կտրեն կամ ամբողջ կյանքը նստի բանտում։ Չէ, բացարձակապես իրեն չի մտածում, որովհետև անպատժելիությունը այսպես վարակիչ բան է։ Ինքը ցանկացած մարդու երկար անպատժելիության զգացումը բերում է մի հատ վիճակի, որ ինքը վտանգներ էլ չի տեսնում։ Օբյեկտիվորեն ինքը դադարում է ուղղակի վտանգներ տեսնել։ Ասենք պատասխանատվության ինստիտուտը իր մոտ չի աշխատում։ Մի հատ պատասխանատու մտածում է կարող է ասենք եթե դատախազությունը չի բռնելու կամ ածել, նկատակում է ուրիշ բան չկա։ Դե չի ասում, բավական հանկարծ մի բան փոխվեց, չէ՞ որ դա նաև ուրիշ հետևանքներ ա վերում։ Չէ, չկա այդ բանը իրանց մոտ։ Կամ էս մյուս հրեշը $40,000 բանկային ավանդ, 32 միլիոն տարեկան եկամուտ, ինչ է հայտարարել էր նախարար Ավանեսյանը։ Էս հրեշը։ Հիմա նույնը սրանցն է։ Նույնիսկ մարդիկ, որ համաձայնվել են, իրանք exchange են արել, փոխանակել են։ Հասկացեք, ամբողջ կյանքը ընտրության վրա է մարդու, ինքը ամեն օր ընտրություն անում, ամեն օր, հարաբերությունների մեջ, պատասխանի մեջ, գնումների մեջ, անի չանի, սա դիմաց ինչ ա լինելու, անի չանի, սա հակասում է իր սկզբունքներին, թե չի հակասում, արդյոք շատ է հակասում, կարա ինքը կոմպրոմիսներ գտի, ամբողջ կյանքը մարդու մշտական ընտրություններն, այս մարդիկ համաձայնվել են արդեն վաղուց,
որ այս պահն է իրենց հետաքրքրում, այս, չգիտեմ, $40,000 բանկա, 32 միլիոն ընդեղ, տունը, մեքենան, այս ամեն ինչը, որի մասին են կյանքում այնքան են երազել, որ ասեք դրա համար պատրաստ են եղել դառնալ հանցագործ, հարց էս կոռուպցիան չի, նույնպես եմ ասում։ Այս ԿՊ-ականների այս հանցագործ կառույցը ստեղծված է ոչ թե զուտ պետական իրենց դիրքը չարաշահելու համար, չէ, սա կառուցված է հայ մարդու արյան վրա, երկրի վաճառքի վրա, սա այդ կոռուպցիոներներն են հանրապետականները։ Նրանց ամեն ինչը կոռուպցիա է երկիրը թալանելու, այսինքն ուրիշ բան չկա տակը։ Ես չեմ կարող Երևան Զախարյանին մեղադրեմ հայրենիքը վաճառելու դիմաց իր հանցագործությունների համար կամ իր կոռուպցիան սխեմաների համար։ Չէ, ոչ էլ տարոնին են ժամանակ, հասկանում եք։ Հանրապետականները ուղղակի ու դրանից առաջ բոլորները։ Իրանք ուղղակի sense էր մեխանիզմ, կար համակարգ պետական։ Մի մասը գնում էր պետությանը, մի մասը գնում էր իրաց դրդմանը, բայց այդ պետության մեջ մաքրվում էր ջրատարները, աշխատում էին թատրոնները, բանը, տրանսպորտը աշխատում եւ այլն։ Այսինքն իրենք բալանսի մեջ են բերել, գիտեք ինչի։ Որովհետեւ մտածում են երկար են կառավարելու։ Սրանք չկա երկար կառավարելու, ինչքան հնարավոր է, հենց այս բան, որովհետեւ գիտեն երթագիտակցորեն, որ սա չի կարող երկար տևել։ Որովհետեւ որ մարդ ծառա տնկում, ինքը գիտի ասենք, որ մի քանի տարի հետո ինքը բերքա ստանալու, չէ, խնամում է, ջրում է, ջրատարներն է սարքում եւ այլն սրսկում է։ Սրանք ծառի ճղերը իրաց պատուղներով պոկում են, ծառներ չեն խնամում, չեն ջրում, այս պահին ինչ կա, վերջում տենում են ամեն ինչ պոկել են, էլ բան չկա, ծառն են ջարդում, կտրտում որպես ցախ վաճառում։ Այս հոգեբանությունն է սրանց մոտ։ Որ ծառը մեր պետությունն է, մեր պետականությունն է, մեր ամեն ինչն է։ Ցել կա հետևյալ երկու տեսակետը, վկաների մեծամասնությունը, ովքեր որ գտնվել են այդ հրամանատարական խորացված կետում, նշում են, որ Ջալալ Հարությունյանը հստակ ասել է մերոնք են։ Ջալալ Հարությունյանը իր ցուցմունքներում ասում է, որ կարող է մերոնք են կամ կարող է մերոնք են, ստեղծել է այն իրավիճակը, որ երեխաները ընդեղից չեն դուրս եկել։ Եթե ինքը չուներ այդ վստահությունը մերոնք են թե մերոնք չեն, կարող էր ասել տեղում ճշտեք, որոշեք ըստ տեղանքի։ Ինձ հարցնում եք, ես այս կետում գտնվելով ոնց որոշեմ ովքեր են։ Հիմքեր չունեն, հենց այդ է մեզ վարում, որ որևէ հիմք ասեն մերոնք են, չունեին իրանք։ Ինչու է ասում։ Բա հենց այդ է ամպուտությունն է, ամպուտությունը։ Հիմա իրանք հիմնավորում են ասում են փախուստի դիմաց մարդիկ են եղել, չգիտեմ ինչ ա եղել, եթե դա քեզ հիմնավոր դու դա կասկածանք է, նամանավան այն պարագային, որ արդեն հոկտեմբերի 10-ից հետո այդ ուղղությունով հակառակորդը բազմակի կողմերով ճեղքումներ ուներ, դիվերսիոն հետախուզական խմբերի խոշոր ներթափանցումներ կան։ Ասեմ ինչի մասին է խոսքը։ Դեռ Ջալալ Հարությունյանի գործն են քննում։ Գործը Վճիռը եւ այն բողոքարկել էր վերաքննիչ Ատյան։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի Զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, մեկն անհետ կորել։ Ըստ մեղադրանքի Հարությունյանը արչեվից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել եւ ասել է մերոնք են։ Տեսել է զորքը գալիս, ինքն ասել է մերոնք են, այդ երեխեքը հայտնվել են շրջափակման մեջ։ Սա ընդհանրապես մի դեպք է, ու հիմա իր մեղավոր են ճանաչել, տվել են ընդամենը 5 տարի, 50-ի փոխարեն։ Ինքն էլ բողոքարկում է։ Ասում եմ, ես չեմ ասել մերոնք են, ասել եմ կարող է մերոնք են։ Պատկերացնում եք հրամանատարը, ասում են զորքը գալի, ինչ անեն, դες իմ կարող է մերոնք են։ Բայց այդ նկարի մեջ տեսնում եք ինքը Արայիկ Հարությունյանի հետ է կանգնած։ Ինքը հրամանատարն էր, ինքը Փաշինյան Նիկոլի հետ էր կանգնած։ Այսինքն ուզում եք ինձ ասեք, որ սրանք չգիտեին իրենք ինչ են անում եւ պատահական է, որ երեխեքին թողել են սպանվելու։ Հա։ Ոչ։ Դուք այս կապիկությունը հիմա ինչքան ուզում եք կարող եք խաղալ դատարանում։
ծնողներն են հիմար չեն, տեսնում են ամեն ինչ, հասկանում են, չի ասում դու ո՞նց կարող ես ասել, կարող է մերոնք են։ Ո՞ն ինչ է նշանակում կարող է մերոնք, դու հրամանատարն ես, բայց չասես, չգիտեմ, այդ ճշտեք ովքեր են, կամ դու չգիտես քո զորքերը որտեղ են տեղաշարժվում։ Մանավանդ ասում են, մարդն ասում է, սա գիտեն, գոնե կողմից դիվերսիոն թափանցումներ կան։ Ջալալ ու մնացածները։ Ձեզ փրկություն չկա։ Բոլորովին մի մտածեք այսօրվա դատարան ձեզ քանի տարի է դատելու կամ դատելու թե չի դատելու։ Ձեր դատը դեռ առջևում է։ Որովհետև ասենք դուք այս բաներին դատավորին կարող եք փող տալ, կաշառել, խաբել, մարդկանց զզվցնել, իրականությանը, պատմությանը եւ փաստին դուք չեք կարող ոչ մի հակադարձեք։ Բացարձակապես։ Բոլոր բաստասիչյան զինվորականները, Արայք Հարությունյանից սկսած, բոլոր քաղաքական ղեկավարները, բոլորն իմացել են ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։ Ինչի են երեխեքին տանում սպանելու ուղղակի։ Սա չի ներմելու։ Սա ներում չկա։ Այս ժամանակա որ ես հետաձգումը ձեր իրական դատաստանի։ Սա ձեզ պետք է ավելի շատ մտահոգի։ Դուք հիմա պետք է ավելի շատ մտածեք, երբ է լինելու իրական դատաստանը, որ մենք այս սպասումներից ազատագրվենք։ Որովհետև ես կարծում եմ, այս սպասումը այդ իրական օրվան շատ ավելի ծանր է, քան հենց ինքը պատիժը։ Հենց որ ջալա, փոխանցի բոլորին, արա սա տղեկ, ես ինչ է, ինչ կապիտություն ենք անում, մեկը մեզ գնդակալությունը հասնում, նույն պատի տակ, բոլորս իրար հետ։ Նույնիսկ եթե դատավորն ուրիշ բան որոշի։ Ձեզ ուրիշ բան չի հասնում։ Իսկ ավելի վատ կլինի, թե ուղղակի ձեզ այս տանք ծնողներից ձեռքը, ասենք այս արեք են ձեր երեխեքին սպանել։ Արեք ինչ ուզում եք։ Էդ էլ է արդարացի։ Ես դրան էլ բեմ չեմ։ Բայց դուք պետք է պատասխան տաք այդ ամեն ինչի համար։ Հենց որ ինչ կապիկություն արեք այսօր դատարաններում, բացարձակապես բան չի փոխվելու։ Ձեր իրական դատարանը դեռ լինելու է։ Ռուսաստան։ Ես այդ Արեգ Շեպիխինն ինքը բարձում է հայա, որ առևանգվել էր չեչենների կողմից, որին հետո աղմուկը որ շատ էր մեծացել, խոսքով չեչեններին բռնել էին, սրան բանտ էին թողել, բայց վերջում սա քրեական գործ հալուցեցին քրեական գործ նրա վրա, ում առևանգել էին։ Իսկ ով է սա շատ մանրամասն ու հետաքրքիր այսօր ասեց Նևզորովը, լսենք իրար հետ։ И вот тут подробности. Персонаж, который был так неэстетично, с нарушением всех правил похищения людей, так неэстетично похищен чеченцами, как выяснилось, тот еще фрукт и тоже феноменальная гадина. Հայերեն թարգմանում է սփյուռքահայ եղբայրների համար, ասում է եւ այն մեկ ասում են այն մարդը ասում ոչ էսթետիկ ձևով գողացել էին, պարզվեց, որ ֆենոմենալ տականք է։ Սա իր բառն է։ Это некто Оганесян, он же Щепихин, он же Орек. Ասում է ինչ որ իրական ազգանունը Հովանեսյան է։ И уже 3 московские психиатрические больницы отказались этого живчика госпитализировать. Несколько Ասում է 3 հոգեբուժական կլինիկաներ հրաժարվել են սրան իրան մոտ վերցնելու месяцев тому назад, потому что боятся беспорядков, насилия над персоналом, ну и всего. Սովորաբար վախենում են ասում է անկարգությունից, բռնություններից персонալի նկատմամբ։ Чем этот персонаж знаменит. И этот Оганесян, в общем, человек, конечно, настолько больной, что его место только в составе там, ну, не знаю, переговорной группы Мединского в Стамбуле. Если мы скажем, инкан хивант марта, асում իր տեղը, ասում է Մեդինսկիի это խմբումը, որոնք վարում բանակցություններ են վարում Ստամբուլում։ Везде, ну, я думаю, что вы уже знакомы с его страстной речью, ну, там понятно, что это просто в чистом виде психиатрия и маразм. Кстати говоря, հուսով եմ իր տեքստը լսել եք, որ ասում են լրիվ մարազմա, տեսնենք, սայնս այն կոմեդի չասում։ С самим Мединским Оганесян, он же Щепихин, реально близок, и, возможно, он даже и был соавтором того самого меморандума, о котором Зеленский сказал свое фи. Что это за парень такой? Он несколько лет назад, вдохновленный, ну, этим
зримым, отчетливым, хорошо наблюдаемым армянским триумфом. Ով է ինքը ասում, մի քանի տարի առաջ ասում, ոգևորված հայկական տրիումֆով, այսա էլ ասել, հայկական տրիումфов медиаում. Տեսնենք այդ ինչ տրիումֆի մասն է А խոսքը։ этот армянский триумф, несомненно, есть, потому что мы видим, что именно армяне стали основной, движущей, ударной силой идеологии русского мира и стали главными патриотами России. Ինչ է նշանակում հայկական այս տրիումֆը, այդ հիմնական ուժը, ասում եմ, ինչպես տեսնում եք, հենց հայերը դարձան Ռուսաստանի մեծ պատրիոտները եւ Պուտինի այս գործողությունների հիմնական հարվածող ուժը մեդիայում են, которые определяют все тенденции моды. Ну, не надо, наверное, перечислять. Всех вы сами можете это сделать внутренним образом. Потом этот Оганесян пошел в большую политику, стал призером. Մի խոսքով հետո գնացել է այդ մտածելակաղակականության մեջ, ինչ որ կուսակցություն ստեղծել է, մնացած արդեն էական չի։ Այստեղ երկու բան կար, ով է այս Հովհաննիսյանը եւ ոնց են դիտարկում հայերին Ռուսաստանը, որ Պուտինի մեգա հայրենասերներն են, տուրբո հայրենասերներն են, այս Ռուսաստանի, Պուտինյան Ռուսաստանի, մի խոսքով սա խայտարակություն է։ Սա խայտարակությունը, ով պետք է ասեմ, որ ստե ճշմարտություն կա։ Լնայեք ովքեր են անդե։ Լնայեք։ Որ բոլորին հանես ուղարկեցնում մի հատ Մարգարիտա Սիմոնյան թողես, բավական է։ Շախնազադը թողես, բավական է։ Մարգարիտա Սիմոնյանն ամուսնունը ոչ չգիտեմ, մեռավ է դա վերջը, թե չմեռավ։ Երկար ժամանակ մեռնում չի մեռնում դա։ Հա։ Ճամբան ասում, հայերն են ասում, հայերը հիմնական այս Պուտինի ռոպագանդայի եւ ուժն են։ Իսկ ինձ ասում են, որ Ռուսաստանը ղեկավարում են հрьяաները, դաժանա չէ։ Այսպես մեր մասին են նույն բանն ասում։ Ես ինձ որ ասում են Ռուսաստանը հрьяաներն են ղեկավարում, միշտ ասում ախրտարեք, եթե սենց ասենք, ասում դե Սալավյովը հդե ասում, որտեղ եթե սենց ենք նայում, հա, կարող են ասել, որ այս բոլոր մարդասպանությունները, հեղինակները հայերն են։ Այն ինչ որ կոտորած է կատարվում Ուկրաինայում, դրա հեղինակն ու պատասխանատուն հայերն են, որտեղ նայեք, այնտեղ կամ հրեա կամ հայ։ Հրեաներն ու հայերն են։ Հիմա ով որ անկյան տակ նայի, այնտեղ տեսնում է։ Մագնանք լավ նորություններից։ Տեսեք։ Все, опять попали. Опять в резервуар попали. Нефтебазе попали. Սա Էնգելս քաղաքի նավթի ռեզերվուարներն են։ Այսօր սա ամեն օրվա նույնն է։ Ես ամեն անգամսից բան որ տեսնում ասեմ երևի էսի երեկվանն է, չէ, այսօր ամսի 6-ին է սա։ Ես մի ուրիշ անկյան տակ նայեք նույն բանը։ 6 июня и сенсация! Украина впервые уничтожила пусковые установки баллистических ракет «Искандер-М» в Брянской области. Бум! Бада-бум! Նոր Իսկանդերներ Բրյանսկում եւ ասենք մի քանի բան է ունեցել եւ այս Էնգելսի եւ կողքի քաղաքների օդանավակայանները իրենց պահեսներով, վառելիքի պահեսներով եւ նոր Իսկանդերներ։ Атакованы два аэродрома базирования стратегической ядерной авиации России Энгельс и Дягилево. Դիագելևի եւ Էնգելսի ստրատեգիկ միջուկային սարքերներ կրող հատուկ այդ բանը օդանավերի համար նախատեսված օդանավակայաններն են ավիրել։ Սա դիմաց Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի բնակելի շենքերին։ Սրանք վերացնում են ռազմական օբյեկտները, Ռուսաստանը վերացնում է 3 տարի ռմբակոծում է շենքերն ու շինությունները։ Էլիսա քաղաքական չի։ Այսօր մեկը գրել էր, ես իզուր եմ այսքան ուրախանում, որովհետև նա Ռուսաստանն ասել է, որ այս նոր ռմբակոծիչների համար գործարան են սարքում։ Ես չգիտեմ, այս մարդը, այս լուրջ է գրել, թե ասենք, թե հումոր է դա,
Այսինքն մարդիկ ուրախանում են, որ Ռուսաստանը կարող է դեռ սարքեց միջուկային զենք կրող օդանավերը, որոնք 40 հատ ոչնչացվեց եւ շարունակում են ոչնչացնել, որ իրանք կարող են շարունակել Ուկրաինայի բանակելի շենքերը ոչնչացնել։ Ուղղակի եթե դες մտածող մարդ կա, այս ուղղակի ուզում եմ ասեմ մի հատ փաստ, որ եթե նույնիսկ դուք հավատում եք, որ Պուտինն ասեց այդ գործանը սարքեք, այդ գործանը սարքվեց, իրանք ցեցին բաղբանից ինքնաթիռներ արտադրել, ասենք ոնց որ Տու 95-ներ որ վերացրեցին, որից սովետական միության քանդվելուց հետո այս ամբողջ տարիների ընթացքում կարողացել են մի հատ ավարտի հասցնեն, մի հատ կիսատ ա եղել սովետական քանդվելու ժամանակ դա ավարտած չի եղել, այս ամբողջ ընթացքում կարողացել են մի հատ ավարտին հասցնել, մնացած այն ինչ որ վերացել այն ինչ որ կա, բոլորը սովետական ժառանգությունն է, ընկերներ, հայրենակիցներ, տեսեք ես ինչքան հարգանքով եմ ասում, եթե դու նույնիսկ կողմ եք մարդասպանությանը, եթե դուք նույնիսկ կողմ եք հարևան Ուկրաինային ոչնչացմանը, եթե դու նույնիսկ ասում եք այ իրանք շնորհավորել են Ադրբեջանին, ուրեմն արժանի է որ իրանք շենքերը քանդվեն, երեխեքը սպանվեն, նույնիսկ եթե դա ձեր համար նորմալ է, Ռուսաստանը չի կարողանալու այդ շենքերից արտադրել, որտեղ այնպես չի որ Պուտինը ասեց ու եղավ, այս Մատվիենկոն որ եկել էր Հայաստան, ինքն էլ չգիտեր որ իրանք ոչ մի բան չունեն, հենց իրա վերանով գիտեք ինչ ասեց սանկցիաներից կերարելուց 6 ամիս հետո, ասում է փաստորեն, ասում մենք մեղր չենք կարող արտադրենք, ընկերներ ջան, Ռուսաստանը մեղր չի կարող արտադրի, ոչ թե մեղրի մատերիալը չունի, չէ մեղրի մատերիալը ունի, այդ ստանոկը որ մեղ է խփում, հենց փչանում է ցարկող այդ ցարկող դա համար անհրաժեշտ մասերը չունեն, դուք ճիշտ հասկացեք, վերջը ընդունեք, այս տարածքը ամբողջ սովետական միությունը կոչվում նախկին, ինքը ոչ մի նոր բան չի կարողացել ստեղծել իր անցած 35 տարիների ընթացքում, չի կարողացել, այն ինչ որ կա, ձեզ թվում է նոր է, դրանք բոլորը դրսից բերված հաստոցների եւ տեխնոլոգիաների վրա է, ինչ որ տենում եք, իր սեփական ոչինչ չի ունեցել, մտածել եմ ինչին է պետք, Էնա նավթը ծախում եմ, ինչ պետք է առնում եմ, հասկանում եք, իմ ինչին է պետք ինչ-որ մի բան զարգացնի, ինչ պետք է այս առնում եմ, իրանք գարնանացան չեն կարողացան են, գիտեք ինչի, որովհետև տրակտոր չունեն, դուք խոսում եք ստրատեգիական ռմբակոծիչների արտադրության մասին, չի կարող դրան բանը, ու այս ամեն ինչի վերջը անխուսափելի կործանումն է, ուղղակի ես ուզում եմ, լավ ռուսների համար եմ ուզում սա, իմ համար չէ, նաև իմ համար, որ այս համակարգը շուտ կործանվի, շուտ, որ ես կարողանամ ապրեմ իմ երկրում, որ ռուսական այս կեղտոտ համակարգը իշխանություն, ընդդիմություն, եկեղեցի այս կռվերը չսարքի իմ պետության մեջ, իմ երկիրը չվաճառի, ում պետք է, երբ պետք է, ինչքանով պետք է, որովհետև իշխանությունից մինչև եկեղեցի մեջտեղնել ես Սերյան Օհանյանները, ջալալներով եւ արայիկներով, բոլորը ծառայում են իրան, դուք հասկանում եք այս հանցագործների հələ ցանցը նայեք, հա, հələ տեսեք ինչ ցանց է ստացվում, իշխանություն էս իրաց նշանակած ընդդիմություն մինչև եկեղեցի, եկեղեցու էս գլխավոր պարագլուխները, բոլորն իրանցն են, դրանց մեջով անցնում են դրանց ծառայող ոստիկանները, ուժայինները, անվտանգության աշխատողները, բոլորը իրանցն են, պետք է շուտ վերանա դա, ու կվերանա, ոչ թե որ ես եմ ուզում, չէ, ես կարող ուզենայի անհնարինը, չէ, որովհետև իրանք ամեն ինչ արել են, որ դա լինի, ամենակարևորն են արել, թալանել են իրենց երկիրը, այսօր Բրյանսկի գուբերնատորի մասին էր խոսք գնում, մի հատ բողոքել էր, որ իրեն ուզում են սպանեն, իր վրա մահափորձ են ուզում անեն, բա, այս վերլուծաբանն ասում էր, ինչի է խառնվել, ինքը լավագույն գուբերնատորն է մեր համար, անենց ոնց որ ինքն է թալանում, այս օրերին իր այդ բանը տարածքը, ոչ մեկ չէր կարա մեզ տենց օգնել, ինչքան այդ գուբերնատորն է օգնում, անենց որ թող հանգիստ էր, իրան ասեք, որ մենք իրան ձեռք չենք տալու, ինքը այն ինչ որ պետք է, ինքը փայլուն անում է,
Այսինքն նույն ձևի անում ամբողջ ռուսական էլիտան, ռազմական էլիտան, անվտանգության էլիտան, կառավարման էլիտան, ամեն ինչը այդ նույն ձևի փայլուն թալանում են։ Դրա համար հնարավոր է, որ Ռուսաստանի ամենախորքերում պայթացնեն, հասնեն մինչև Խաղաղ օվկիանոսյան, նավատորմը պայթեցնեն իրենց պահեսներով։ Դա ինչի արդյունքն է։ Այ որտես կարգին գուբերնատորներ են թալանող։ Ուսավերջներ այդ պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ մեր մոտ դա չի լինելու։ Մեր մոտ էլ է դա, հենց հիմա դա է։ Դա է լինելու նաև բանում, Բաքվում, Ադրբեջանում։ Բայց գիտեք իմ լավատեսությունը, որ Բաքվում 1000 մասի է բաժանվելու, ինչի՞ց է։ Ես ասում եմ, որ օրը մենք ունեցանք պետականություն, այն ժամանակ փակվում է Ադրբեջանի վերջին էջը։ Այս ընթացքում ուկրաինացիները կարողացել են նաև Ղրիմում խփել ներսում ու իրանց արտադրած հենց հրթիռներով ուկրաինական։ Պատկերացնում եք 3 տարի պատերազմի մեջ իրանք կարողացան սեփական արտադրության եւ դրոններ, եւ հրթիռներ, եւ ամունիցիայի, իրանց ամունիցիայի այն ինչ որ իրանք օգտագործում են 70-ից 80% արտադրվում է հենց Ուկրաինայում։ Պատերազմի ժամանակ 3 տարվա մեջ, սրանք 7 տարի է երկիր են քանդում, 7 տարի Հայաստանը ոչ մի բան չունի, ոչ մի բան։ Ծառերը տնկեք, ոչ չվախենա, ծառ տնկեք ու ձեր երեխեքին չեն գողանա։ Լուրջ ինֆորմացիա ունեն, որ ռուսական բանակը մեծ կորուստներ է կրում զինվորական, մարդկային, մեծ, եւ ինքը հասկանում է դա եւ վախենում է շարունակի պատերազմ։ Եվ Պուտինի վերջի օրվա եւ պրոպագանդիստների վերջին օրվա խոսույթը, որ իրենք ուզում են հասնել նրան, որ բուֆերային գոտի սարքեն, բուֆերային։ Ոչ թե դադարեցնեն պատերազմը վերջնականապես, չէ, բուֆերային, որ ամեն ինչ մնա կիսատ, բայց այնքան հեռու լինի, որ իր վրա չկարողանան կրակեն, որ ինքը բան չունի, մարդկային ուժ չունի, չկա։ Չկա, հասկացեք, միլիոնից ավել սպանված կա, 3-4 միլիոն էլ հաշմանդամ։ Այն ինչ որ կա հիմա էլի 4-500 հազար կրվող, դրանք արդեն ոչ մեկը պրոֆեսիոնալ զինվորականներ չեն, այն ինչ որ կա, պրծել է։ Այդ երկիրը ուներ 1 միլիոն զապասով բանով զորք։ Ինքը չի կարա իր բոլոր տեղերից, ռեգիոններից, իր ոստիկաններին, այդ ամբողջ ուժային համակարգը վերցի ուղարկի Ուկրաինա։ Կտա Ռուսաստանը, բայց հաստատ իր օմոնը չի ուղարկի Ուկրաինա, որտեղ այդ օմոնը իրան է պահում։ Ինքը Ուկրաինա ուղարկում է այն, որ ափսոս չի իր համար, որ ոչ մի բան իր համար չի նշանակում։ Այդ էլ պրծել է, այդ մի 4-5 միլիոններ, всё, վերջ։ Աշխատող չունի, մասնագետ չունի, հող վարող չունի, մեխանիկ չունի, ոչ մի բան չունի, վերջացել է։ Ու արդեն դրա մասին ինքն է խոսում է բուֆերային գոտի ստեղծելուց, որ միջև մի քիչ բան քաշի, ժամանակ շահի նոր հարձակումներ իրականացնելու համար։ Լավ, անցնենք այս հայտարարությունը եմ ուզում ձեզ ցույց տամ։ Հիմա արդեն Մայքլ Ռուբիոյի մասին է խոսքը։ Սա հայտարարել է սանկցիաներ միջազգային դատարանների դատավորների նկատմամբ։ Պատկերացնում եք, որ իրանք հանդգնել են հոդվածներ դնեն եւ պահանջել ձերբակալում Նետանյահու եւ իր պաշտպանության նախարարի համար։ Մայքլ Ռուբիոն, փաստացի, եւ Տրամփի ադմինիստրացիան իրանք պատրաստ են ամբողջ աշխարհակարգը, ստատուս քվոները, օրենքի ուժը, օրենքի նշանակությունը, մասնավորապես միջազգային օրենքի նշանակությունը, որի շուրջ հավաքված են բոլոր երկրները, որովհետև եթե միջազգային կոնսենսուս չկա օրենքների հարգելու շուրջ, պատերազմները անխուսափելի են։ Այսօր երկրներին կասեցնում է միջազգային ընդհանուր ընդունված օրենքը, այսինքն որ ամեն մեկը գիտի, էսի օրենքով էսա ոչ մեկ իրավունք չունի խախտելու։ Այս բանով, այս սանկցիաների կիրառումով
Մայքլ Ռուբիոն ինքը կմտնի պատմության մեջ որպես հանցագործ, որովհետև միջազգային դատավորի վրա սանկցիա կիրառել ու ձերբակալել նրա ունեցվածքները, հաշիվները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրա համար, որ ինքը օրենք է կիրառում, նա միջազգային օրենք է կիրառում, նա դատավոր է, դատավորի վրա սանկցիա դնելը դա հանցագործություն է։ Դու կարող ես քեզ դնես գժի տեղ, ասես ես իր ընդունած օրենքը չեմ ճանաչում, ես այդ դատարանը չեմ ճանաչում, բայց դու չես կարող դատավորի վրա սանկցիա դնես, որտեղ ինքը իրականացնում է օրինականություն, այս ընդունված օրենսգիրքը աշխարհի բոլոր երկրները ՄԱԿ-ը համաձայնվել է այս օրենսգրքի հետ, միջազգային իրավունքի հետ համաձայնվել է, ինքը ըստ այդ միջազգային իրավունքի ստանդարտների օրենք է կիրառում, եւ ինչ որ մի երկրի քարտուղար կամ երկրի նախագահ վերցնում է ու սանկցիա կիրառում, նշանակում է ինքը միջազգային դատարանի նկատմամբ հանցագործություն է անում։ Ու մեկ էլ պարզում է այդ երկիրը ոչ ավել, ոչ պակաս Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը պետք է լիներ այդ միջազգային դատարանի բանը, ոնց ասեմ, երաշխավորը պետք է լիներ, ինքը պետք է լիներ գլխավոր կատարածուն, հա, ոնց է, կա բան, չէ, կա դատարան եւ կա իրականացնող այս որոշումների, ինքը դա պետք է լիներ, բայց ինքը փաստորեն ինքը պետք է երաշխիքը լիներ, որ միջազգային օրենքներն աշխատում են։ Այսօր ինքը այդ միջազգային օրենքները աշխատացնողների նկատմամբ սանկցիաներ է կիրառում, կալանավորում է նրանց ունեցվածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո, կարող է լինել, եթե երկրի ղեկավարը սա է։ Գիտեք ով է սա։ Սա Դոնալդ Թրամփն է մանկապիրց Էփշտեյնի հետ։ Հասանք այդտեղ։ Պատերազմը Դոնալդ Թրամփի մեջ, ասենք մի 48 ժամ տևեց երևի եւ Իլոն Մասկի մեջ, բերեց նրան, որ Իլոն Մասկը մեղադրեց, բացահայտեց, որ Դոնալդ բոմբ եմ տրակցնելու գործից։ Դե հանի այդ ցուցակները Էփշտեյնի այս ձեր օրգանների, հա, անչափահասների մասնակցությամբ ովքեր են եղել, դու այդ ցուցակները ունես ու դու չես հրապարակում, որովհետեւ դու դրանց մեջ ես։ Ասեց Թրամփը դրան ասում, Իլոնին ասեց գժվել է, ասեց ես եմ գժվել, դե ես եմ նկարած։ Սա եթե սա է երկրի ղեկավար, ուրեմն երկրի քարտուղարներ կարա դատավորների վրա սանկցիաներ կիրառել։ Էլի վերադառնում ենք այն բանի շուրջ, ինչի մասին ես ամեն օր խոսում եմ։ Բարոյականության շուրջ, նույնիսկ քաղաքականության մեջ։ Եթե քաղաքականության մեջ, քաղաքականությունը ինչ է, դա մարդկանց շփվելու, մարդկանց երկրների շփվելու կուլտուրա է, կանոններ է։ Եթե այդ կուլտուրան ու կանոնները նորմատիվներից դուրս են, դա արդեն շփում չի, դա մշտական քաոս է։ Եթե շփումներն ու կանոնները նորմատիվների մեջ է եւ մարդիկ հակված են դա պաշտպանելու, այդ ժամանակ լինում է խաղաղություն, բարգավաճում եւ այլն եւ այլն։ Այնց է ստացվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունը զավթեցին նրանք երկու կողմանի, որոնք իմանալով օրինակ Մասկը հայտարարում է, որ ես եմ քեզ սարքել նախագահ։ Բոլորն ասում են, այո, դու ես սարքել նախագահ, որտեղ առանց քո մեդիա աջակցության եւ փողերի Դոնալդ Թրամփը չէր կարող լինել նախագահ։ Ու հետո հայտարարում է, որ դու Էփշտեյնի ցուցակում եղել ես, ասել նկարած, այսինքն դու գիտեիր, որ ինքը եղել է։ Դու գիտեիր ով է ինքը, հա, որ ինքը ամեն ինչ սուտ է խոսում, ու դու իրան սարքել ես նախագահ, այսօր քեզ արդարացնելու համար այս ամեն ինչը շփրտում ես մեդիա դաշտ, քեզ թվում է դու նրանց ավելի լավն ես լինելու։ Ոչ։ Ուղղակի դուք երկուստ էլ արժանի եք իրար, ու լավ է, որ ասենք ամերիկացի ժողովուրդը տեսնում է ով ինչ է։ Ես չգիտեմ սա ինչքանով հետևանք կունենա Իլոն Մասկի բիզնեսի վրա, անպայման կունենա բացասական իմաստով այդ բիզնեսի վրա, իսկ Թրամփը որպես քաղաքական գործիչ ինքը վերացավ արդեն։ Ազնիվ խոսք եմ ասում, վերացավ, որովհետև ժողովուրդը միջև հիմա պահանջում է
ցուցակները ներկայացնեն, ովքեր են այդ Պիրց օրգիայի մասնակիցները։ Իսկ այդ Պիրց օրգիայի մասնակիցները աշխարհի բոլոր երկրների համար, ղեկավարներ, բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, արվեստի բնագավառի գործիչներ, եւ այդ ամեն ինչում սպասարկողներ, գեղեցկուհիներ, գիշերային տիտեռնիկներ, պրոստիտուտկեք հայերեն ասած, եւ ինչ է կարծում այդ պրոստիտուտկեկնում աշխատողներն էին դեռ վաղուց պատտվում էին իրանց շրջանակներում եւ Դոնալդ Թրամփի շրջանակների եւ բոլոր դրանք ռուսական հատուկ ծառայությունների աղջիկներն են, որոնք բոլոր միջոցառումներին եղել են տարբեր ձևերով եւ մատուցող եւ ուղիղ աշխատող եւ այդ բոլոր ինֆորմացիաներն ու կամպրոմատները կա Պուտինի գրասենյակներում, դարակներում եւ ասում Պուտին եւ FSB-ն նկատում եմ էլի։ Դրա համար Թրամփը ոչ մի ձև չի կարողանում հասկանալ Պուտինը ինչ չուզում իրան օգնի։ Դու ով ես Պուտինի համար, որ ինքը օգնի քեզ։ Պուտինը քեզ այնքան դիրքերով է տեսել, որ դու պետք է ամեն ինչ անես, որ բավարարես Պուտինին։ Սա քաղաքական իմաստով Դոնալդ կարելի է անել վերջ, իսկ եթե հանենք այդ ամեն ինչի մեջից Թրամփի փողերը, Իլոն Մասկի փողերը, սա դառնում է իրոք վերջը, որտեղ 26-ին ընտրությունները, ես այն համոզման եմ, եթե իրականում Թրամփը հասնի մինչև 26-ին, որտեղ հանրապետական կուսակցությունը եթե չի ուզում ուղղակի գնա ամենաներքևը, այսօր վաղը պետք է սկսի իմպիչմենտի գործընթաց ազատվելու համար այն մարդուց, ով ասես մտերմաբար շատ գործերի կանգնած է այս այլասերվածի կողքը, որը շատ պատահական ձերբակալվելուց հետո մահացավ վերջում, որ ցուցակը չասի, ցուցմունք չտա, այլ ովքեր են եղել իրենց մոտ։ Ես էլ ասեմ, այս տղեն, այս Նետանյահուն, ինքը ասում է ես ձև եմ գտել, Համասին ոնց հաղթեմ, նոր ուժ եմ ստեղծելու, որը կպայքարի ներսից կպայթացնի Համասը։ Պետք է բոլորդ հիշեցնեմ, որ Համասն էլ իրանք են ստեղծել, որ Համասն էլ պայթեցնել իրանից առաջվա այն ուժը, որոնց դեմ իրենք պայքարում են։ Սա ռազմական հանցագործ է, որի կաշին փրկելու համար Ռուբիոն քանդում է ամբողջ աշխարհային կարգը, համաշխարհային կարգը։ Հիմա վերադառնանք ամենասկզբին, ինչ որ ես խոսք էի տվել Արամ Խաչատրյանի մասին եւ ասել ինչ է ձեզանից խնդրում, որ դու գրեք որտեղից եք նայում։ Երբ որ ես մի անգամ դրեցի իմ տղան ցույց տվեց, որ կարող եմ սա նայել, ես սկսեցի նայել դեմոգրաֆիկ քարտեզները, որտեղ են, ասենք, մեր հաղորդումները նայվում, ովքեր են բաժանորդագրված նայում, ովքեր բաժանորդագրված չեն նայում։ Իդեպ, եթե բաժանորդագրված չեք, կարող եք բաժանորդագրվել, եթե ձեզ հետաքրքիր։ Ինչ շատ հետաքրքրեց ու ես սկսեցի ուրիշ աչքերով նայել այն գործին, որ մենք իր հետ անում ենք։ Երբ որ դուք նայեք ինչքան երկրից են նայում, դուք կզգաք ձեր իրական ուժը, այսինքն դուք կհասկանաք ինչքան ցանցային ենք մենք ու ինչքան շատ ենք մենք։ Ինչքան ամեն տեղ ենք մենք, որ ոչ մեկի մտքով նույնիսկ չի անցնի, որտեղ կարող է հայ լինի։ Դավան եմ ասում, քաղաք պետություն որ գրեք ճիշտ կլինի։ Սա շատ կարևոր է մեր ինքնագնահատականի եւ ինքնաճանաչման համար նաեւ։ Իսկ ինչ կապ ունի Արամ Խաչատրյանը այստեղ։ Եվ Արամ Խաչատրյանը 1948 թիվն էր։ Հանգիստ իրենց համար ապրում էին ու շատ լավ էին ապրում, ինքներ Շոստակովիչներ, Պրոկոֆևներ, դե Արամ Խաչատրյանը կոմպոզիտորների միության քարտուղարն էր։ Մեծ ազդեցություն, սիրված կոմպոզիտոր, Լենյան մրցանակի դափնեկիր, ոչ մի խնդիր չունի, փող, խամարանոց, արձակուրդներ, փառք, դափնիներ, ամեն ինչ։ Իսկ Ստալինը սիրում էր իր զոհերի հետ խաղալ։ Այն տեսել եք մուլտեր կա, որ ասենք փիսոները մկների հետ ասենց խաղալ։ Ասենք միանգամից չեն բանանում խեղտում կամ ուտում էլի։ Ասում է խաղալ հետները։ Ստալինը սիրում էր իր զոհերը հետ խաղալ։
ինքը միանգամից չէր ոչնչացնում։ Մի հատ նկատողություն էր անում, թեթև դրանք ասենք մի քանի գիշերներ կամ մի քանի ամիս չէին քնում, հետո կանչում մի հատ կոմպլիմենտ էր անում։ Հետո մի հատ էլ սառայասկով կնայեր, հետո կարգել էր ընդհանրապես դրանց ելույթները, դրանց տպագրությունները եւ այլն եւ այլն։ Ինքը սիրում էր խաղալ մարդկանց այսպես լալված բանի մեջ բայ։ Մեկ էլ մի օրվա մեջ որոշում է, որ պետք է ամենագլխավոր առաջատար կոմպոզիտորների ինքը մեղադրի ֆորմալիզմի մեջ, այսինքն այն ժամանակ ֆորմալիզմ բառը այսօր է անհասկանալի մի բան։ Այս ժամանակների համար, երբ որ մի այնել պրավդայի մեջ, եթե մեկը մեղադրվում է այդպես մի բանում, նշանակում է մի բան։ Հաջորդ օրվանից ինքը ընտանիքով արդեն սիբիրում է։ Եվ իհարկե ընկերներին չտարան Սիբիր, չնայած Պրոկոֆիևի կնոջ արդեն ուղարկել էին Սիբիր։ Մի խոսքով հեռացեցին բոլոր տեսակի աշխատանքներից, եւ Արամ Խաչատրյանը, դա որ կորցրեց աշխատանքը, եկավ Հայաստան ու Հայաստանում սկսեց նախհանգստացավ մի քիչ, քիչ սկսեց ստեղծագործել։ Ասում են, որ երեքներ շատ ծանր են տարել, առաջին մի տարի երեքից ոչ մեկն էլ ոչ մի բան չի գրել։ Հետո ես ամեն ինչ որ ասում եմ, ես այս մանրամասները հայտնաբերել եմ, երբ որ աշխատում էի իմ գրքի վրա, որ կոչվում է անցյալ եւ մոտիվացիա, background and motivation, անգլերեն էլ կա, ռուսերեն էլ կա, հայերեն էլ կա, անգլերեն նույնիսկ աուդիո գիրքն էլ կա, Amazon-ում էլ կան բոլորը։ Այն ժամանակ եմ ես բոլոր անհայտ մանրամասները բացահայտել ու գիտեք ինչ եղավ, երբ Շոստակովիչի նման, թվում ասենց պինդ ուժեղ կոմպոզիտորը գրեց իր առաջին գործը, որ ներկայացվեց 50 թվականին, դու կարող եք բացել լսել, դա իր ջութակի կոնցերտն էր։ Երբ որ ջութակի կոնցերտը լսեք, կզգաք իր ամբողջ տառապանքն ու մահվան սպասելիքը, ոնց ասած ամեն օր սպասում, այդ սողացող մահը ոնց ասած անտատիկը գա էլ, այդ հոգեվիճակը զգում եք իր այդ աննորմալ այդ որ ծիծաղ չէ, սարկազմը երկրորդ մասի մեջ բա։ Պրոկոֆիևը մի հատ լրիվ փախած բան գրեց, կարծեմ 7-րդ սիմֆոնիաներ մեկ, թավջութակի համար գործ գրեց նվագախմբի հետ, որ լսում ենք ոչ մի էմոցիա չկա, ոնց որ նույն պոֆիգիստ կներեք արտահայտության համար Պրոկոֆիևն ունի։ Խաչատրյանը վերցրեց ու սկսեց գրել Սպարտակ բալետը, որը չհասցրեց վերջացնել մինչև Ստալինի մահը։ Ստալինը մահացավ 53-ին, 54-ին նոր Սպարտակը բեմադրվեց։ Բայց ինքը լինելով հայ, ինքը չկոտրվեց ու մնաց։ Ինքը որոշեց, որ ինքը պետք է ապստամբի Սպարտակի օրինակով։ Ով Սպարտակ բալետը, խփեք ես հիմա չեմ ուղղակի արդեն ուշ է ես հոգնացել։ Սպարտակ բալետի որ սկիզբը լսեք, կտեսնեք Խաչատրյանը ոնց է վերադառնում կյանք։ Մի տեղից դժոխքից ինքը ֆանֆարներով վերադառնում է կյանք։ Ինչ եմ ուզում ասել։ Երբ որ դուք կարդաք, թե աշխարհի ինչ տեղերում ենք ծավալած եւ ինչ ռեսուրս ունենք, այսօրվա ամենա դժոխքային հոգեվիճակը, որ մենք ապրում ենք, դուք կհասկանաք, որ մենք շանս ունենք ու պետք է հետ Արամ Խաչատրյանի նման ֆանֆարներով վերադառնանք ապստամբությամբ կյանք ու կերտենք մեր ապագան, պարտադրենք մեր ապստամբությունը, պարտադրենք մեր պայմանները։ Հուսով եմ դա կօգնի մեզ։ Ինձ որ դա օգնել է, ես դա համար մտածեցի, որ կարող է ձեզ էլ օգնի։ Փորձեք կարդացեք այս կոմենտներում ով որտեղից է գրում, լսեք Սպարտակի սկիզբը, կարող եք ամբողջ բալետը լսել, լսեք Շոստակովիչի ջութակի կոնցերտը, զգացեք Շոստակովիչը ոնց արձագանքեց իր նվաստացմանը եւ հայը ոնց արձագանքեց։ Եվ կզգաք մեր ու բոլորի տարբերությունը։ Այսօրվա համար